Ողջույն, մյուս հրամանը նախորդի նման է apt get, սակայն տարբերություններ իհարկե կա, սա նույնպես Debian, ոնց որ Best Linux-ի ուրեմն package management գործիք է, հա, որը թույլ է տալի install անել, upgrade անել, update անել, ջնջել ծրագիրը, package-ը ձեր ուրեմն համակարգչից։ Օգտագործում են որպեսզի մենք տերմինալից manage անենք package-ները, dependency-ների հետ աշխատենք, հա, local եւ online repository-ների հետ աշխատենք եւ այլն, հեսա։ Քիչ-քիչ կուսումնասիրենք։ Ուրեմն առաջի հրամանը տակ sudo apt get update։ Սա մեր sudo apt update-ի նման է։ Էլի ոնց որ update-ը անում ձեր package-ների մասին ինֆորմացիա, հա։ Այն update-ը անում local, ուրեմն package list-ը, հա, որը մենք ունենք։ Այսինքն այն ինտերնետից քաշում է վերջի վերսիաները, գցում է մեր համակարգչի վրա, մեր համակարգիչը ոչ թե install է անում, այլ իմանում է, որ այս ինչ ծրագրերը վերջի ուրեմն վերսիաները սրանք են, ինֆորմացիան այդ վերսիաների մասին։ Մյուս հրամանը sudo apt get upgrade, սա նման է ուրեմն նախորդի նման sudo apt upgrade-ի նման։ Ուղղակի ոնց որ apt get-ը ավելի, ասենց ասած, հին tool է, հա, ավելի low level է, հա, իսկ apt-ին ոնց որ թույլ է տալի ավելի advanced է, ավելի ոնց որ ձեր մատչելի այն օգտագործել, հա, ավելի լավ feature-ներ ունի եւ այլն։ Օրինակ տարբեր հրամաններ apt-ում կարող է միավորված լինեն, այստեղ դուք կարող եք ոնց որ ուղղակի տարբեր հրամաններ կատարեք, սա ոնց որ ավելի low level է։ Так, հիմա մեր համակարգը ուրեմն upgrade-ը լինում, ահա, upgrade-ել են համակարգիչը մեր package-ները։ Մյուս հրամանը sudo apt get dist, так, distribution upgrade, հա, sense։ Ինչ է սա անում, սա ոնց որ ավելի advanced upgrade է, հա, ոնց որ ավելի մանրամասն upgrade է, այն ուրեմն հնարավոր է փոխի մեկ ինչ որ package-ի, ինչ որ մեկ չէ, այսինքն կարա մի քանի լինի, օրինակն եմ ասում, հա, dependency-ները հնարավոր է որ այն այս հրամանը ամբողջապես ջնջի package-ը եւ reinstall անի, տալիս ենք այսպես եւ հա, տեսնում եք որ upgrade-ը ինչ որ բան կարա անի, հա, այս մեր դեպքում սա ոնց որ ավելի մանրամասն upgrade է, ոնց որ կարանք սպասենք լինի, կարանք control C անենք եւ դուրս գանք, հա, այստեղից։ Լավ, մի քիչ սպասենք։ Ինչի թվում որ շատ երկար տևի։ Մյուս հրամանով մենք ոնց որ specific package install կանենք։ Լավ, control C դանք, հա։ Control C, Так, այսպես։ Մյուս հրամանը sudo, так, sudo apt get install, օրինակ nginx։ Ոնց են հրամանը nginx core, հա, nginx-ը չի գտնում։ Так, ինչու։ Լավ, բերեք ինչ որ ուրիշ package install անենք, օրինակ vim։ Սա ես լավ մի հատ ինտերնետում տեսնեմ ինչ է սա ասում, так, copy անենք, հիմա կարող եք, չգիտեմ, սխալ դնել ChatGPT, բայց հիշեք ChatGPT-ին դա ուրեմն հնարավոր է սխալ բերի, բայց հիմնականում ճիշտ է բերում, պետք է նաև Google անեք։ Հա, տեսեք, ես չեմ կարդացել, couldn't get log frontend web process։ Այսինքն մեր համակարգում ուրեմն արդեն այս process-ը կա, հա, քանի որ ես նախորդում ուրեմն install եմ արել nginx core-ը, դրա համար հիմա չկա, բերեք ջնջենք այն, հա, remove-ն է երևի, այսպես։ Չէ, remove-ը չի։ Չէ, բայց պետք է որ remove-ը լիներ, այսինքն process-ը օգտագործում է։ Բերեք ստուգենք ինչ process է սա, հավաքում ենք ps -fp եւ process-ի համարը։ Так, distribution upgrade-ի մեջ է, դրա համար է մենք երևի distribution upgrade-ը չպետք է կանգնացնենք։
Բերեք distribution upgrade-ը սպանենք sudo այսպես kill -9 տակ մինուս իհարկե դուք այսպես չանեք, բայց դե ոչինչ հիմա process ID-ին հիմա գանք ահա այմա աշխատեց հիմա install է անում Nginx core-ը այսինքն install է անում ինչ-որ specific package, հա սպասենք install անեց հիմա որպեսզի դուք ուզում եք մեր ուրեմն reinstall անել ինչ-որ package, հա, որը արդեն տեղադրված կա մեր համակարգում, այսինքն այն վերադարձնել իր default վիճակին, կարող եք հավաքել հետևյալը apt get install գաք այստեղ եւ այսպես անել reinstall այսպես այն ոնց որ reinstall անում վերադարձնում է ձեր default վիճակին որպեսզի ջնջենք package-ը մենք հավաքում ենք remove այսպես yes եւ հիմա package-ը ջնջվում է մաքրենք որպեսզի package-ի ուրեմն մնացած ինչ որ բաներ configuration ֆայլեր եւ այլն որոնք մնացել են մեր համակարգում դրանք է ջնջենք հավաքում ենք purge այսինքն այն ավտոմատ ուրեմն ջնջում է տվյալ package-ին վերաբերող ամեն ինչը sudo apt get օրինակ check սա ստուգում է ասենց ասած վնասված հա dependency-ները եւ update է անում ուրեմն package-ների cache-ը մյուսը դուք կարող եք ուրեմն sudo apt get download անել ուրեմն ինչ որ package սակայն այն install չանել հա ձեր համակարգչում բերեք nginx core անենք nginx օրինակ core այսպես տակ ստե լավ ինչ որ սխալ է բերում բերեք շատ չխորան ընկեց սխալի վրա իհարկե որ ուզենք կարող լուծենք պրոստը դուք իմացեք որ այս հրամանը download է անում տվյալ package-ը այդ սխալ է թե բերում էլի Google կամ ChatGPT արեք գցեք ստուգեք դոկումենտացիա կարդացեք եւ ոնց որ բան կանեք մյուս հրամանը կգտնեք սխալը sudo apt get clean հա մաքրել սա ուրեմն ջնջում է բոլոր ոնց որ քաշած package-ները հա որոնք պահպանվում են local ուրեմն cache-ում այսպես որպեսզի ջնջենք չօգտագործվող dependency-ները հավաքում ենք apt get auto remove ոնց որ հավաքում ենք apt auto remove հա մեր մյուս բանում apt ոնց որ ավելի advanced վիճակում որպեսզի տենանք source code-ը bal ֆորմատով մենք կարող ենք հավաքել sudo apt get source օրինակ source nginx core այս կներեք սխալ հավաքեցի այսպես tag reading package list done you must put some debian source in URI in your system բերեք հələ Firefox անենք source Firefox լավ բերեք ինչ է ասում you must put some deb source URI in your source list հիմա բերեք սա ուրեմն բան անենք այստեղ ուրեմն type-ը type այստեղ ավելացնում ենք ուրեմն deb src sense եւ հիմա փորձենք լստը փոխենք Երևի մի հատ update անենք sudo apt get update հա ինձ թվում է հիմա update-ից հետո ոնց որ տեսակի խնդիր էր այսինքն մենք deb src-ին իրավունք չունենք ոնց որ նայելու հիմա ես ոնց որ այդ իրավունքը տվեցի տակ
հիմա update-ա լինում ու հիմա փորձենք։ Ամենայն դեպս աշխատեց։ Ու էլի ինչ որ բաներ բերեց, որոնք էլի կարաք դուք ոնց որ գտնեք ու անեք։ Մի խոսքով իմաստը ինչու՞մ էր, որպեսզի սա source ուրեմն կոդն է քաշում։ Մի խոսքով այսքանը այս դասի համար շնորհակալություն։